Գերմանիայում շատ մեծ ուշադրություն է դարձնում շրջակա միջավայրին։ Ծառայություններն են շատ Գերմանիայում ոչ որակյալ, կարող ես ապրել Պորտուգալիայում ու բացարձակ չնեղվել։ Հատկապես հարավային Իտալիան, հյուսիսային Իտալիան չի ասում, Հայաստան գալուց իմ մոտ շատ մեծ մեղքի զգացողություն է լինում, բայց Հայաստանը միշտ ենք առանձնացնում ու ամեն ինչին է խոսքը վերաբերում։ Բարև ձեզ, այսօրվա մեր հյուրը Մելինեն է, ով բնակվում է Գերմանիայում արդեն 8 տարի։ Բարև ձեզ, Մելինե ջան։ Բարև ձեզ, Շուշան ջան, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերս ընդունելու համար։ Վստահ եմ հետաքրքիր զրույց կունենանք եւ կիմանանք, թե ինչպես եք հայտնվել Գերմանիայում։ Դե եկեք սկսենք։ Ինչու հատկապես Գերմանիա։ Նախ այստեղից սկսենք։ Ճիշտն ասած, այս հարցը շատ եմ ստացել, բայց անմիջապես ես Գերմանիա չեմ տեղափոխվել։ Երբ որ ուսանող էի, ստացա հնարավորություն կրթաթոշակով տեղափոխվել Պորտուգալիա եւ ուսումը շարունակել, որը ոչ շատ մեծ ուրախությամբ ընդունեցի, գնացի Պորտուգալիա, սովորեցի համալսարանում, ավարտեցի համալսարանը ու արդեն ցանկություն առաջացավ տեղափոխվել Գերմանիա եւ շարունակել կրթությունը։ Իսկ ինչու Գերմանիա, որովհետև մի փոքր գերմաներենի կուրսեր էի ունեցել համալսարանում ու ուզում էի, որ լեզվի հմտությունները զարգացնեմ։ Ու այդպես տեղափոխվեցի պատահական, եկեք ասենք պատահական Գերմանիա, որտեղ չկար պլաններումս, որով պատրաստվում էի Պորտուգալիայից կրկին վերադառնալ Հայաստան։ Բայց այնպես ստացվեց, որ եկա Գերմանիա, հետո արդեն ասեղ ծանոթացա այն ժամանակ ապագա ամուսնուս հետ ու հիմա արդեն ամուսնացած եմ ու արդեն էլ չեմ պատկերացնում, որ ուրիշ երկրում գուցե ապրեմ։ Բայց ինչ որ ձեր երազանքներում եղել է, որ պետք է Գերմանիայում բնակվեք, թե ուղղակի որ գերմաներեն մոտավորապես գիտեիք, ոնց որ առիթից օգտվեցիք այդ պահով։ Իրականում չի եղել, բայց երբ որ ես Հայաստանում էի, համալսարանում էի սովորում, որպես երկրորդ լեզու մենք պետք է անցնեինք կամ ֆրանսերեն կամ գերմաներեն։ Ես իմ խմբին հատկացված էր ֆրանսերենը, ես չգիտեմ ինչու, այդ ժամանակ ոչ մի պլան չունեի, ասացի ուզում եմ գերմաներեն սովորել։ Ու ուղղակի խումբս փոխեցի, իմ համար դժվար էր շատ, որովհետև ընկերներ ունեի, հարազատներ ունեի, լավ էի զգում իմ խմբում, բայց փոխեցի, գնացի մեկ այլ խումբ, որ գերմաներեն սովորեմ։ Ու ոնց որ դա կարող է ինչ-որ մի փոքր խթան է եղել, չգիտեմ։ Ամեն դեպքում չեմ ունեցել նախնական պլաններ երբեք ոչ արտասահմանում ապրելու, առավել ևս Գերմանիայում։ Պորտուգալիա հեշտ հարմարվեցիք, թե դժվար էր հենց դրա համար էլ այդ միտքը ծագեց, որ տեղափոխվեմ Գերմանիա հիմա էլ։ Հա, իրականում Պորտուգալիայում շատ հեշտ եմ հարմարվել, որովհետև Պորտուգալիան ավելի նման է Հայաստանին։ Մշակութային առումով էլ շատ տարբերություններ չունենք։ Շատ հեշտ էր Պորտուգալիայում ինձ համար։ Լեզուն, ես Պորտուգալիայում ապրել եմ մոտ 2.5 տարի եւ բացարձակ կարիք չեմ ունեցել պորտուգալերեն սովորելու։ Այսինքն շատ հանգիստ անգլերեն իմացությամբ կարող ես ապրել Պորտուգալիայում ու բացարձակ չնեղվել։ Հա, իրենց երկրորդ լեզուն է, չէ՞ կարծեմ։ Չգիտեմ պաշտոնապես երկրորդ լեզուն է, չէ՞, բայց շատ լավ են խոսում ու գրեթե բոլորն են խոսում, ի տարբերություն Իսպանիայի։ Այդպես ես շատ լավ եմ զգացել իմ անգլերենի հմտություններով, գիտելիքներով Պորտուգալիայում, բայց կարող է նաև կապ ունենալ փաստը, որ ես ապրել եմ մեծ քաղաքում։ Գուցե փոքր քաղաքում ապրել դեպքում մի քիչ այլ լիներ, բայց նույնը չի ասի Գերմանիայի մասին։ Եթե ինչ-որ մեկը պատրաստվում է Գերմանիայում ապրել, ես միանշանակ խորհուրդ կտամ սովորել գերմաներեն։ Հա։ Դա պարտադիր կետ է Գերմանիայում հաջողելու համար։ Հա։ Գերմանացիները չեն սիրում, որ արտասահմանցիները չեն խոսում գերմաներեն ու չեն ընդունում։ Իհարկե կան բացառություններ, եթե օրինակ ինչ-որ շատ մեծ համաշխարհային կազմակերպություն է, որտեղ ընդհանրապես պետք չի ու դու շատ լավ որակավորումներ ունես, այո, կարող ես աշխատել, ապրել, բայց էլի կզգաս կարիքը հաստատ։ Հա։ Իսկ Գերմանիային հեշտ սովորեցիք, հարմարվեցիք։
Գերմանիան մի քիչ ավելի ուրիշ է, մի քիչ երևի ավելի դժվար էր, բայց քանի որ արդեն ընտանիքս կողքից էր, ամուսնուս ընտանիքը, ովքեր մի քիչ ավելի վաղուց էին Գերմանիայում, ոնց որ իրանք ինձ անընդհատ ուղղությունը ցույց էին տալիս, օրինակ այս մյուս տեղը այսպես է աշխատում, ոնց է ամեն ինչը աշխատում, հա, սիստեմը եւ այլն, ու աստիճանաբար մտա մեջը։ Ու արագ սովորեցի լեզուն, ավելի հմտացա գերմաներենի մեջ ու արդեն աստիճանաբար սովորում ես ամեն ինչը, ադապտանում ես։ Որ ասում են գերմաներեն լեզուն ինքը շատ բարդ լեզու է, դուք գտնում եք, որ այդպես է թե չէ։ Ես ինքս էլ եմ այդպես գտնում, որ բարդ է, էլի։ Հա, գերմաներենը բարդ է։ Շատ բաներ կան, որ չես կարող լոգիկայով սովորել ու պարզապես պետք է անգիր անել։ Նման բաներ միանշանակ կան բոլոր լեզուներում, այդ անգիր անելու պահը։ Ինքս մասնագիտությամբ լեզվաբան եմ, անգլերենի մասնագետ, ու միանշանակ կասեմ, որ անգլերենում եւս շատ կան բաներ, որ ուղղակի պետք է անգիր սովորել, բայց գերմաներենում դրանք շատ են։ Ու գերմաները որպես լեզու շատ բարդ լեզու է, իմ իմացած լեզուներից ամեն դեպքում երկրորդ ռուսերենը ավելի բարդ է։ Կարծիքով ռուսերենի քերականությունը ավելի բարդ է, բայց գերմաներենը հնարավոր է սովորել, եթե Գերմանիայում ես ավելի արագ կերպով։ Հա, դե բնականաբար։ Դերի մեջ ես։ Հա, դժվար է։ Ունեցաք, բայց ինչ որ հիասթափություններ կամ այնպիսի պահեր, որ դուք ուրիշ ձև էիք սպասում, որ պետքա Գերմանիայում ինչ որ մի երևույթ, օրինակ ձեր մոտ ուրիշ ձև ա եղել, պատկերացումները հասել եք այդտեղ ու հասարեն չէ, այդ բանը այդքան էլ այդպես չէր։ Ոնց որ մշակութային շոկ ապրել եք, թե չէ։ Չէ, մշակութային շոկ չեմ ապրել։ Մշակութային շոկը մի քիչ ավելի բարդ է ասված, երևի անմիջապես եթե Հայաստանից գայի Գերմանիա, գուցե ապրեի մշակութային շոկ, բայց քանի որ Պորտուգալիա արդեն գնացել էի, մի քիչ նախապատրաստական մակարդակը ունեի Եվրոպայի, այսպես ասած, շոկ չեմ ապրել, ուղղակի նկատել եմ առավելությունները, որոնք որ պլյուս կողմեր են, նկատել եմ մինուս կողմերը, բայց շոկ որպես այդպեսին չեմ ունեցել։ Հա։ Չէ, ասել եմ մշակութային շոկ ունեցել եմ, թեպետ լիքը տարբերություններ կան։ Օրինակ կնշեի ամենամեծ առավելությունը Գերմանիայի աղբահանությունը, միանշանակ։ Ես ուղղակի հիացած եմ, թե ոնց է Գերմանիան վերամշակում աղբը 4 կատեգորիաներով, ուրեմն կա պլաստիկ, թղթի, ապակյա եւ մնացորդային աղբ, որը որ համապատասխանաբար բաժանվում է։ Սնունդը, այսինքն։ Ինչպես։ Սնունդը։ Մնացորդային սնունդը, այսինքն։ Մնացորդային սնունդը այն ինչ չի պատկանում մնացած կատեգորիաներին, հա։ Հա։ Ու դա բնականաբար շատ հեշտացնում է վերամշակման հարցը ու ես ճիշտ ասած, որ Հայաստան էի եկել, ամեն անգամ Հայաստան գալուց իմ մոտ շատ մեծ մեղքի զգացողություն է լինում, երբ որ ես տեսնում եմ, թե աղբը ոնց է Հայաստանում թափվում, ու հարաբերս Գերմանիայում շատ մեծ ուշադրություն է դարձնում շրջակա միջավայրին։ Մաքրությանը, օրինակ խանութներում հիմնականում կտեսնես կտորից պատրաստած տոպրակներ կամ շատ քիչ դեպքերում պլաստիկ, հա, ու հիմնականում դրանք պետք է գնել, ու շատ մարդիկ օգտագործում են բազմանգամյա, հա, հուսամ ճիշտ ասացի բառը կներեք, օգտագործման տոպրակներ։ Հա, բայց երբ եք վերջի անգամ եկել Հայաստան։ Անցած տարի հունիսին, հա, ճիշտ ասած, մենք այնքան էլ հաճախ չենք ցավոք սրտի կարողանում գալ, երևի 2 տարին մեկ գոնե, հիմա որ բալիկներս մի քիչ մեծացել են, կաշխատենք ավելի հաճախ գալ, որ իրանց էլ ցույց տանք Հայաստանը, ինչքան սիրուն է Հայաստանը, ինչքան լավն է Հայաստանը, այդպես։ Հարցս գիտեք ինչի համար եմ ասում, որովհետև ճիշտ է մնացորդային աղբի համար դեռ չունենք ինչ որ այտենց ամաններ, տարաներ, որ պետքա լցնենք, բայց ունենք ամեն դեպքում աղբամաններ, որ ապակու
թղթի 3 հատ 4 հատ առանձնացված է էլի մի խոսքով, որ պետքա ոնց որ բնակչությունը առանձնացնի, բայց իհարկե ենթադրում ձեզ մոտ երևի ամեն շենքի մոտ է, չէ՞ դրված այդ տեսակավորվածը, որ պետքա Հա, իսկ մեր մոտ ոնց որ ասենք ինչ որ տարածաշրջանի հետ կապված դե հո չես էստեղից վերցնի կամ շաբաթվա կտրվածքով պետքա ոնց որ աղբտ կուտակես տան մեջ, հավաքես, հետո հասնես մի քանի փողոց այնտեղ որ տաս, բայց ամեն դեպքում իսկույն հիմքը արդեն դրված է Հայաստանում, էլի։ Կամ թեկուզ խանութում տոպրակները արդեն ոնց որ մի տարուց ավել է, որ մենք էլ ոնց որ բազմանկամյա օգտագործման տոպրակներ ենք օգտագործում կամ կտորից կամ ասենք մարդկաս իր սովորական տոպրակն է պոլիէթիլենի ուղղակի մոտը պահում հենց մի անգամից դրան մեջ է ասենք բանը գնումները տանում տուն քիչ ոնց որ երևի դրսի օրինակները վերցնելով մենք էլ ենք էլի փորձում փոխվել Գիտեք, եթե բոլորը անեն, իսկապես անեն, միանշանակ փոփոխություն կլինի հենց դա վատը նրանում է, որ շատ քիչ տոկոսն է անում դա, ոնց որ պետք է անի։ Եթե բոլորը անեն միանշանակ շատ լավ կլինի։ Մենք սիրում ենք ուղղակի մտածենք կողքից որ ինչ կասեն, էլի, որ հանկարծ ասենք բանը խանութի տոպրակը չգնեմ, չէ, իմ մոտի պայուսակի մեջ լցնեմ, ասենք։ Իսկ Գերմանիայում իսկում է այդ արդեն շատ սովորական երևույթ է։ Միանշանակ դա մենտալիտետի հարց է ու այստեղ դոլարին նորմալ է դա դիտվում ու շատ մեծ առավելություն եւս պլաստիկ շշերի մասին այսինքն եթե դու պլաստիկ շշով ինչ որ հեղուկային ինչ որ բան գնեցիր դու վճարում ես 25 ցենտ ավելի շատ բայց հետո այդ շշերը հավաքում ես ու այդ գումարը հետ ես ստանում Այսինքն դա եւս մեծ առավելություն է, որ մարդիկ դա ուղղակի դեն չնետեն, ու շրջակա միջավայրը չփչացնեն, չկեղտոտեն։ Հա, այսինքն հավաքում են, հետո հանձնում են խանութին։ Այո, գուցե մարդիկ կան ավելի շատ են հավաքում, հետո են տանում հանձնում, օրինակ, հա, օրինակ կարող է մի շաբաթ հավաքես, երկու շաբաթ հավաքես, մի օր 20 եվրո, չգիտեմ։ Ամեն դեպքում շրջակա միջավայրի համար շատ լավ է դա, որ այդ ամբողջ պլաստիկ աղբը չի հասնում բնությանը։ Հա։ Կան կազմակերպություններ, գիտեմ, որ Facebook-ով հայտարարություն են գրում, որ կհավաքենք պլաստիկ շշեր, եթե ունեք տանը հավաքած, կգան կմոտենանք իբրև կվերցնենք կամ դուք մոտեցրեք այս հասցեով, բայց այդ ամեն ինչը ոնց որ անվճար են մարդիկ անում, էլի ամեն դեպքում անվճար հանձնում են այդ շշերը, բայց այդ եթե գումարով լինի, իսկույն շատերը կմոտիվացվեն, էլի, ու եթե խանութին լինի, ավելի արագ կստացվի։ Հա։ Շատ հետաքրքիր է։ Ուրիշ էլ ինչ առավելություններ կնշեք, որ օրինակ Հայաստանում գիտեք, որ չկա ամեն դեպքում։ Հերթի մշակույթը։ Մի քիչ ավելի կենցաղային մակարդակ գնանք։ Իսկապես մենք շատ ենք հերթ կանգնում, այստեղ պետք է ասել, կլինի խանութում, կլինի, չգիտեմ, ինչ-որ դեղատանը եւ այլն, գրեթե ամենուր։ Ու շատ եմ սիրում այստեղի հերթի մշակույթը։ Իսկապես ոչ մեկ հերթ չի խախտի ու կապ չունի որ ինչ որ պատճառաբանություններ եւ այլն սիրում են չէ օրինակ շատերը անել Հայաստանում չէ այստեղ դա շատ կանոնակարգված է ինձ դա շատ դուր է գալիս պարտաճանաչ են շատ գերմանացիները եթե ինչ որ հանդիպում լինելու է ժամը 1-ին հանդիպումը կլինի ժամը 1-ին դա մինչեւ 5 րոպե գուցե ուշանան բայց չէ Հիմնականում շատ պունկտուալ են հաշիվ մուծելը օրինակ եթե ինչ-որ տեղ չնայած դա շատ ստերեոտիպային է չէ շատ գերմանացիների մասին կա ու իսկապես դա համապատասխանում է իրականությանը օրինակ եթե ինչ-որ մեկի ծնունդն է շատ հավանական է որ ինքը կկազմակերպի իր ծնունդը ինչ-որ ռեստորանում ու բոլորը կգնան ընթրիքի ամեն մեկը կվճարի նրա համար ինչ ինքը պատվիրել է չնայած որ ծննդի է հրավիրված հա ու ինչ որ փոքրիկ սիմվոլիկ նվեր կտանի հա դա ավելի գերմանական երևույթ կներեք ավելի եվրոպական երևույթ որովհետև այդ երևույթը կար նաև Պորտուգալիայում հա որ դու հրավիրում ես քո ընկերներին քո ծնունդին ամեն մեկը վճարում է այնինչ պատվիրել է հա ու այդպես շատ վստահ եմ հայերի համար տարօրինակ բան է։ Իմ համար որ մտածում եմ, բայց ծնունդը ինչ դարավ։
օրինակ հայերի մեջ կա, չէ՞, այդ մտածելակերպը, որ օրինակ սեղանի գումարը այսքան է եղել, ես պարտավորվում եմ բնականաբար ավելի շատ գումար տանել կամ չգիտեմ։ Հա։ Այստեղ օրինակ մի քիչ չկա դա։ Հա։ Իհարկե կան ուրիշ ազգեր, շատ Գերմանիայում, որոնք որ անում են նենց, ոնց որ իրանք սովոր են, բայց եթե խոսքը գնում է կոնկրետ եվրոպացիների եվրոպական մշակույթի մասին, դա այդպես է։ Ես իմ երկու երկրներում ապրելու փորձից ելնելով եմ ասում։ Իսկ եթե Պորտուգալիայի դրական կողմերը նայենք, ի՞նչը կտեղափոխեիք Հայաստան։ Գիտեք, այնքան 3 տարբեր երկրներ են։ Պորտուգալիայում ես օրինակ ավելի շատ դրական էի տեսնում։ Շատ արևոտ է, շատ տաք է։ Ձմեռը մոտ 16 աստիճան էր լինում։ Օվկիանոսի ափին, հաճելի, սիրուն, մարդիկ շատ էներգիայով լի, չնայած որ շատ կյանքի որակը գուցե ավելի ցածր է, քան մի շարք եվրոպական երկրներում։ Աշխատավարձերն ավելի ցածր են եւ այլն, բայց մարդիկ ուրախ են։ Մարդիկ շատ երջանիկ են։ Գուցե արևն է պատճառը, գուցե վիտամին D-ն է պատճառը, չգիտեմ։ Օվկիանոսը։ Բայց դա օրինակ ինձ շատ պակասում է այստեղ Գերմանիայում։ Ինքը բնականաբար ճանապարհորդում են, գնում են եւ այլն, բայց դե օրինակ ես հիմա գնահատում եմ, որ ես Պորտուգալիայում ապրում էի, այն ինչ ունեի Պորտուգալիայում, հա, օրինակ այդ հնարավորությունները, երեկոյան օվկիանոսի ափին քայլել եւ այլն, բայց այդ պահին, որ դու այդտեղ ապրում ես, դու դա չես տեսնում, դա քո համար դա շատ սովորական է, գերմանացիները, անգլերենը լավ խոսքի, take for granted, դու ոնց որ տենց էլ պետք է լիներ, էլի, հա, դա ավելի ուշ ես գնահատում։ Հետաքրքիր է։ Այդտեղից է գալիս էլի երևի որ միշտ ասում են գերմանացիները սարդ են, տեսեք որ ասում եք Պորտուգալիայում երևի արևն է անում, որ մարդիկ ավելի երջանիկ են, ուրախ են։ Միգուցե հենց կլիման է, որ մի տեսակ, չգիտեմ, մեջտես ոնց որ նստած լինի, չէ՞ որ գերմանացիները սարդն են, լուրջ են, ինչ-որ սենց չբացվող են, էլի։ Իրականում գերմանացիները սարդն են շատ հստակ սահմաններ ունեն։ Իհարկե կան բացառություններ, մենք ասում ենք գերմանացիա, բայց ոնց որ այդ հա քիչ են, բայց իրականում սառն են, քիչ են որ սառը չեն։ Ուսամ ճիշտ կարող բացատրել։ Հա, իրականում երևի մենտալիտետի հարց է, հա։ Ինձ մոտ էլ շատ առանձնապես ես գերմանացի ընկերներ շատ չունեմ, օրինակ մի քանի ընկերներ ունեմ, բայց հիմնական իմ ընկերների շրջանակը բացառությունների շարքից է։ Վրացի Հա, ամեն ազգից էլ ունեմ, շփվում ենք բոլոր ազգերի հետ էլ։ Այդպես։ Հա։ Իսկ Հայաստանից ինչը կտեղափոխեք ձեզ մոտ, որ ավելի լիարժեք ձեզ զգաք, ավելի ամբողջական։ Ինձ թվում է, օրինակ Հայաստանում շատ հեշտ է կազմակերպել որոշ բաներ։ Օրինակ, այդ սպոնտան վիճակը Հայաստանում շատ հարմար է։ Օրինակ, ինչ որ մի բան եթե քո տանը փչացել է, դու պետքա մասնագետ կանչես, դա կարա շաբաթներ տևի։ Հա։ Քանի որ մասնագետ չկա։ Ու ցանկացած նման բան, օրինակ ինչ որտեղ պետքա ժամ պայմանավորվես, թեկուզ կլինի վարսավիրանոց, կլինի ինչ որ օֆիսային գործ, եթե պետքա անել, հա, դա կարա ուղղակի տևի շաբաթներ եւ ոչ ամիսներ։ Եվ նույնիսկ ամիսներ կներեք։ Դա վերաբերում է նաև բժշկի մոտ պայմանավորվածություններին։ Իսկ Հայաստանում դա շատ արագ է արվում, շատ։ Դա շատ հեշտացնում է քո կյանքը, այսպես ասեմ։ Դա քանի որ Գերմանիայում չկա, մարդիկ շատ ինքնուրույն են դառնում։ Օրինակ, կահույքին, եթե խոսքը վերաբերում է կահույքին, եթե գնաս կահույքի խանութ, հա, իրանց շոուրումում նայես, հավանես, այս կահույքը հավանում եմ, գնես փակ վիճակում ու բերես ինքդ տուն, ինքդ ունես բոլոր գործիքները, ինքդ հավաքես, մակերպես շատ բաներ մարդիկ Գերմանիայում անում են իրենք, հենց իրենք, որովհետեւ չօգտվեն այլ սերվիսներից։ Դրա համար մարդիկ գիտեն ամեն ինչի ձևը։ Հա։ Ամեն ինչ կարողանում են ինքնուրույն անել։
Նույն ինքը տաքսից օգտվել շատ չէ, օրինակ ես Գերմանիայում եմ ապրում արդեն 8 տարի, տաքսիով երթևեկել եմ մեկ անգամ։ Հա։ Մեկ անգամ եմ երթևեկել, հիմնականում մեքենայով եմ, այդպես մի 5-6 անգամ էլ եղել է, որ ավտոբուսով եմ ինչ-որ տեղ գնացել, բայց ոչ ավելի ինքնուրույնությունը ինքդ քո վրա ես դնում, լիքը պատճառներով։ Դե ախի, օրինակ, եթե որոշվեք տաքսիով գնաք, ինչ որ դժվարություն առաջանում, որը որ մենք Հայաստանում այսքան չենք հանդիպում։ Գնայք, տաքսիները բավականին թանկ են։ Ես հիմա ասեմ, մոտ 4 կիլոմետր այդ տարածությունը, որ ես գնացել եմ, ու ուտել եմ 20 եվրո։ Դե համեմատենք։ Որը որ բավականին թանկ է, Հայաստանում երևի կլիներ ինչ կոն ասում։ 500 դրամ, 1000 դրամ, մոտ 4 կիլոմետրի համար երևի մինիմումը ամեն դեպքում, հա։ Այդպես մարդիկ ավելի հասկանում են ամեն ինչից կենցաղային մակարդակի վրա, եթե ասեմ։ Այդպես, որը որ շատ լավ է։ Մարդիկ սովորում են, ամեն ինչից գաղափար ունեն։ Բայց մենք էլ ենք այդպես, չէ՞։ Հա։ Հա, դե հայերը շատ խելացի են, ինչի մասին է խոսքը։ Հայերը միանշանակ ամեն ինչից շատ լավ են հասկանում, բայց օրինակ կոնկրետ կահույքի մասին խոսեցի, բերեք ուրեմն խոսքս շարունակեմ կահույքի հետ կապված, հա։ Ինձ թվում է Հայաստանում օրինակ այդ համակարգը այնքան էլ չկա, որ դու գնաս հավաքած փակ կահույքը բերես դու ու հավաքես, չկա, չէ՞։ Նման գուցե քիչ։ Հա, հիմնականում մասնագետը գալիս է տանը հավաքում, կարելի է ասել։ Հա։ Այնպես չի որ հայերը չեն կարողանում դրա համար են, չէ՞, ուղղակի հասանելի է, մարդիկ կարողանում են ֆինանսապես իրենց թույլ տալ դա անել, հա։ Եթե օրինակ դու մի Գերմանիայում գնել ես մի սեղան, որը արժեցել է, սեղան չասենք, սեղանը առանձնապես հավաքելու բանել չունի։ Եկեք ասենք շորերի համար նախատեսված դարակ, որը արժեցել է 800 եվրո, գուցե հավաքելու համար քեզից պահանջեն 500 եվրո։ Ավելի հեշտ չի ինքնուրույն անել։ Իհարկե, հա։ Ուրիշ ինչ եք տեղափոխեիք Հայաստանից, որ շատ եք կարոտում, կամ որ գալիս եք Հայաստան, ասում եք երբ կլինի հասնեմ Հայաստան, որ տեսնեմ այդ, կամ վայելեմ, շոշափեմ, կամ չգիտեմ, գրկեմ։ Երևի կասեմ beauty ոլորտի, գեղեցկության ոլորտի ծառայություններն են շատ Գերմանիայում ոչ որակյալ։ Հա։ Դա ինչ շատ պակասում է, ու պակասում է գրեթե Եվրոպայում ապրող բոլոր հայերին, Եվրոպայում ապրող գրեթե բոլոր հայերին, վստահաբար շատերից լսած կլինեք, որ ովքեր Եվրոպայից գալիս են, անմիջապես գնում են Վարշավյանոց, եղունգներ, մազեր եւ այլն, դա Հայաստանում շատ եմ սիրում, որտեղ շատ կորոտում ենք, բերեք հարաբերականորեն ասեմ, հա, օրինակ մենք միանշանակ պատրաստում ենք տանը հայկական ուտելիքներ, հա, ամեն ինչ, իսկապես գրեթե ամեն ինչ, թեկուզ կլինի տոները, ամեն ինչ պատրաստում ենք հայկական ձևերով, բայց որ գնում ենք Հայաստան, օրինակ շատ հաճելի է հայկական ռեստորաններ գնալ, հայկական ուտելիքներ եւ այլն, նկատել եմ, որ վերջին մի քանի անգամ, որ ես Հայաստան եմ գնացել, իսկապես ինձ որպես արդեն տուրիստ եմ զգացել, չգիտեմ լավ է թե բայց ես այդ զգացողություն ունեցել եմ, որ գնում ես, նայում ես, օրինակ հայտնաբերում ես տեղեր, որոնք որ նախկինում չես տեսել, օրինակ ես մոտ 4 ժամ անցկացրեցի Հայաստանի ազգային պատկերասրահում, համար ուղղակի դրանք փորձառություններ են, որոնք շատ հաճելի են ու ես 18 տարեկան եմ եղել, որ Հայաստանից դուրս եմ եկել ու լիքը բաներ չեմ հասցրել անեմ Հայաստանում, որ իմ կարծիքով որ բոլոր հայերը պետք է անեն, հա։ Ու ամեն անգամ Հայաստան գնալիս ոնց որ հնարավորություն եմ ունենում Հայաստանը յուրովի բացահայտել։ Իհարկե ժամանակը միշտ կարճ է լինում, որովհետև աշխատավայրում սովորաբար հնարավորություն չենք ունենում շատ երկար արձակուրդ ունենալ։
Բայց մի շաբաթ, երկու շաբաթ կարողանում ենք Հայաստան գալ, որ հետո հետ դառնանք, էլի աշխատենք ու էլի շարունակենք ճանապարհորդել։ Հա։ Ոնց հասկացա ձեր ամուսինն էլ է հայ։ Այո։ Հա, ինքն էլ է բայց փոքր տարիքից, երիտասարդ տարիքից տեղափոխվել Գերմանիա։ Ամուսինս 17 տարեկան է եղել, որ տեղափոխվել է Գերմանիա։ Հա, ինձ մի քիչ ավելի շատ։ Հա։ Հետաքրքիր ինքը ինչն է, ասես անհամբեր սպասում, որ պետք է գա Հայաստանում վայելի։ Դե ինքն էլ շատ բարեկամներ ունի Հայաստանում, սիրով սպասում եմ, որ իր բարեկամներին տեսնի, հարազատների հետ շփվում ու էլի նույնը ինչ որ ես ասացի, Հայաստանը յուրովի հայտնաբերել, հետաքրքիր տեղել գնալ, Հայաստանի բնությունը վայելել, պես։ Հա։ Դե շատ ենք կարոտում Հայաստանը ու փորձում ենք այդ սերը նաև սերմանել մեր երեխաների մեջ, որ իրենք շատ սիրեն Հայաստանը, խոսեն հայերեն, իմանան ով են ու շատ խոսում ենք Հայաստանի մասին, շատ ցույց ենք տալիս նկարներ, պատմում ենք, որովհետև Գերմանիայում շատ տարբեր ազգեր կան, պետք է իրենք իմանան, որ իրենք հայ են, չկորչեն էլի մեջները։ Ինչպես։ Մեջները չկորչեն։ Հա, չէ, ասեմ հայերը չեն էլ կորչում, հայերը շատ խելացի են ու հայերը շատ լավ իրենց կարողանում են գտնել տարբեր ոլորտներում։ Հա։ Կա, բայց հայկական դպրոց, որ ձեր բալիկները օրինակ հաճախ են, սովորեն տառերը մեր։ Չէ, ճիշտն ասած դա շատ մեծ խնդիր է, կոնկրետ այն տարածաշրջանը, որտեղ որ ես եմ ապրում, չկան շատ հայեր, կան մեր քաղաքում կա մոտ 5 հայ ընտանիք, ոնց է, ճանաչում ենք, մոտիկ ենք, շփվում ենք եւ այլն, բայց որպես այդպեսին հայկական համայնք մեր քաղաքում չկա, կա մոտ մեկ այլ քաղաքում ժամուկես հեռավորության վրա, գնում ենք մեկ-մեկ հազվադեպ, իրենք կազմակերպում են պատարակներ նաև, հայկական պատարակներ չկա, հայկական եկեղեցի, բայց գերմանական եկեղեցիներում, կաթոլիկ եկեղեցիներում եւ բողոքական եկեղեցիներում հաճախ կազմակերպվում են հայկական պատարակներ, առաքելական եկեղեցի պատարակներ, երևի ամիսը մեկ անգամ կամ 2 ամիսը մեկ անգամ տոների ժամանակ գրեթե միշտ ու հնարավորինս փորձում ենք մասնակցել, գնալ պատարակին, հայեր են հավաքվում ոչ շատ, բայց դա շատ պակասում է, օրինակ ես սովոր եմ, որ ամեն կիրակի պետք է գնալ եկեղեցի, ես այդպես եմ մեծացել, հա, Հայաստանում, ես ամեն կիրակի պարտադիր գնացել եմ եկեղեցի, մասնակցել եմ պատարակի, մոմ եմ վառել, աղոթել եմ ու դա շատ պակասում էր ինձ, հիմա աշխատում ենք հնարավորինս գնալ ամեն կիրակի, միշտ չի որ ստացվում է, դե չնայած կիրակի տանն ենք, չենք աշխատում որպես այդպեսին, ոչ ես ոչ ամուսինս, բայց մեկ-մեկ լինում է չի ստացվում, ինձ մի քիչ մեղավոր եմ զգում, որ չստացվեց, բայց աշխատում ենք, ու շատ շնորհակալ ենք, որ գոնե այդ պատարակները կազմակերպվում է։ Երեխաները դել են գալիս, թե իրենց արդեն հետաքրքիր չի, որովհետև իրանք արդեն Գերմանիայում ծնված մարդիկ են, չէ։ Գիտեք, դե տղաներս մեկը 4 տարեկան է, մեկը 6։ Գերմանիայում մանկապարտեզները ունեն կրոնական թեքվածություն հիմնականում ու հենց այնտեղ շատ խոսում է զատիկի մասին, Սուրբ Ծննդյան մասին եւ այլն, բայց բնականաբար կաթոլիկ տեսանկյունից ու իրանք արդեն մի քիչ գիտեն ինչը ոնց է, հա, որ այդ կրոն ասվածը իրանք հասկանում են ինչա։ Դե մեր հետ որ գալիս են պատարակ, իրանք առանձնապես չեն հասկանում ինչա կատարվում պատարակի ժամանակ։ Իրանք ուղղակի մեր հետ նստում են, մեզ հետ նստում են, լսում են, հա, խելք նստում լսում են, բայց իրանք դա չեն հասկանում, մինչև պատարակի վերջում քահանան արևել է հայերենով, սկսում է խոսել, բացատրել, այդ ժամանակ արդեն լսում են ու հասկանում են։ Դե շատ մեծահասակներ նույնիսկ չեն հասկանում, չէ՞, արևմտահայերենով պատարակը ուր մնաց արտերկրում ապրող հայ բալիկները հասկանան, բայց այդ վերջի խոսքը շատ մեծ սիրով լսում են։ Հա, Իսկ Հայաստան որ գալիս եք, իրենց համար հետաքրքիր է, թե
ամեն դեպքում ինձ թվում է տարբերությունը շատ կլինի, էլի, չէ, երեխաների համար։ Դե դուք ստեղ եք ծնվել, ձեր համար դուք գիտեք, որ տուն եք եկել, բայց իրանց համար ինձ թվում է ոնց որ տունը ամեն դեպքում Գերմանիան է համարվում։ Իրանք շատ են սիրում Հայաստանը, շատ են սիրում։ Ահա։ Դե մենք էլ բնականաբար մոտիվացնում ենք, նպաստում ենք, որ սիրեն Հայաստանը, տանում ենք շատ լավ տեղեր, սիրուն տեղեր ենք գնում, դե անթիվ անհամար հնարավորություններ կան Հայաստանում այդ տարիքի երեխաների համար, որ տպավորվեն, հա, ու պարզապես շատ սիրում են իմ տղաները Հայաստանը, ու միշտ սպասում են շատ, որ գնան Հայաստան։ Ու մի դեպք երևի հիշեցի պատմեմ կենդանիների մասին, հա, իմ տղաները շատ տխրել էին, որ Հայաստանում շունիկներ էին տեսել, որոնք որ չունեն տուն։ Իսկապես շատ սրտին մոտ էին ընդունել ու իրանք չէին հավատում ուղղակի, ոնց հնարավոր է շուն կա, որ տուն չունի, հա։ Ու ամեն անգամ, որ դրսում այդ շունիկներին տեսնում էին, շատ ազդվում էին։ Մենք ինքներս ունենք շուն ու բնականաբար շատ լավ ենք վերաբերվում, շատ ենք սիրում ու այդ հարցը շատ կուզեի, որ Հայաստանում լուծում ստանար, բայց ինչ-որ տարբերակ մտածել, հուսամ մասնագետները կկարողանան։ Այսինքն ձեր մոտ ընդհանրապես թափառող շներ չկա։ Չկա թափառող շուն։ Դե բյուջեն հերիքում է, էլի պետության, որ կարողանում է պահի։ Կա այստեղ Tierheim կոչվածը, կենդանիների կացարան, որտեղ որ այն կենդանիները, որ հայտնվել են դրսում ապրելու վտանգի տակ, հայտնվել են այդ հաստատություններում, ու շատ մարդիկ ուղղակի, որ իրենց շունա պետք, իրանք գնում են այնտեղից են որդեգրում։ Հա, ես չեմ տեսել դրսում ապրող շուն։ Հետաքրքիր է։ Ուրեմն գերմանացիները ավելի կենդանասեր են։ Գերմանացիները շատ կենդանասեր են։ Հա։ Շատ հիմնականում դե շուն կատու, հա։ Հա։ Իսկ երեխաների հետ կապված կա կենդանիները հասկացա։ Ուրիշ երևույթ, որ գալիս են Հայաստան ու իրանց համար էլի ինչ որ ոնց որ անհարմարություն առաջացնի կամ տարօրինակ թվա էլի իրանց համար։ Ոնց որ իրենք չհարմարվեն էլի այդ երևույթի հետ։ Կամ հայ երեխաների հետ շփվելուց օրինակ հեշտ է ստացվում իրանց համար։ Հա։ Հայ երեխաները ինքան լավն են։ Ես օրինակ հիշում եմ, որ մենք գնացել ենք Հայաստան անցած տարի, օրինակ այդ խաղահրապարակներում, հա, ինչքան լավ զբաղվում էին իմ տղաների հետ ուրիշ բալիկները, օրինակ ես ուղղակի հիացած էի, շատ մեծ սիրով, համբերատար, բացատրելով, օրինակ ես ինչը ոնց է աշխատում եւ այլն։ Չէ, իմ տղաները ուղղակի շատ են սիրում։ Միայն դրականը Հայաստանի հետ կապված կարող եմ ասել։ Ընտիր։ Ամեն դեպքում լրիվ հայերեն իրենք խոսում ու հասկանում են։ Հասկանում են լիարժեք, խոսալը բնականաբար շատ գերմաներեն բառեր են օգտագործում խոսքի մեջ, բայց հա խոսում են։ Հա։ Հիանալի է, էլի ամեն դեպքում որ հայկական դպրոց չեն գնում, բայց դուք ամուսիններով ոնց որ այդ քայլը նախաձեռնել եք, որ իրանց մեջ մնա ամեն դեպքում մեր հայերենը։ Ցավոք սրտի չկա հայկական դպրոց, ոչ մեծ սիրով կտանեի, բայց հա, ցավոք սրտի չկա հայկական համայնքը շատ փոքր է մեր տարածքում։ Հա, բայց փորձում եք տառերը սովորեցնել կամ ծանոթացնել գոնե։ Հա, իհարկե, փորձում ենք, խաղեր ունենք հայերենով, որոշակի մանկավարժական հմտություններ եմ օգտագործում, դեռ տառերը չգիտեն, գրել, հայերեն տառերը դեռ չգիտեն, բայց հետագայում անպայման հերթը դրան էլ կհասնի։ Ընդհանրապես լեզուները իմանալը շատ կարևորում եմ ես։ Հետագայում աստիճանաբար անգլերենը կմտցնենք, որ անգլերենին լավ տիրապետել, անգլերենն էլ է շատ կարևոր լեզու Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, ու հենց իմ դեպքում էլ աշխատանքի տեղավորման հարցում շատ մեծ դեր է խաղացել իմ լեզուների տիրապետելը։ Այսպես կասեմ, Պորտուգալերեն։ Ես նշեցի, չէ, որ Պորտուգալիայում այնքան էլ կարևոր չի ու որ
խոսես պորտուգալերեն ու ես դա համարում եմ իմ մեծ սխալը, որ ես Պորտուգալիայում ապրելու ժամանակահատվածը չօգտագործեցի ու չսովորեցի լավ պորտուգալերեն խոսել, կոմֆորտի զոնայում մնալով եւ անգլերեն խոսելով, որտեղ 2.5 տարին բավական է իրականում լեզուն սովորելու համար, եթե ապրում ես տվյալ երկրում, եթե տվյալ երկրում ապրում միանշանակ բավարար է, եթե զբաղվես, եթե աշխատես, հա, ինչպես նշեցի, մասնագիտությամբ անգլերենի մասնագետ եմ, ու տարիներ շարունակ դասավանդել եմ անգլերեն գերմանացիներին, օրինակ, եթե աշակերտուհիս 50 տարեկան կին ինքը ուղղակի գալիս է այդ պահին ինչ սովորեց, ինքը առաջընթաց չունենա, պետք է իսկապես շատ սովորել, որովհետև պրակտիկան է, որ օգուտ է, հա? Այդպես, ու շատ կարևոր է իմանալ լեզուներ։ Հա, իհարկե։ Իսկ փորձում եք երեխաների համար հայկական տոները հայկական ձևով նշեք Գերմանիայում լինելով հանդերձ, որ ժամանակի ընթացքում ոնց որ իրենք իմանան, էլի, թեկուզ Գերմանիայում այդ օրը սովորական օր է, բայց դուք օրինակ ասեք, այսօր սեպտեմբերի 21-ն է, այսպես է լինում, այս ինչի օրն է։ Մենք երկու տոներն էլ իրականում նշում ենք։ Օրինակ ունենք Սուրբ Ծնունդը, Սուրբ Ծնունդը այստեղ Գերմանիայում դա նշվում է դեկտեմբերի 25-ին։ Մենք նշում ենք եւ դեկտեմբերի 25-ը եւ հունվարի 6-ը։ Շատ ավելի լավ։ Ունենք երկու Սուրբ Ծնունդ, բացատրում ենք բնականաբար։ Սա այս ձևով, մեր հայկականը այս ձևով, որ իհարկե, եթե կա հնարավորություն երկու անգամ հաճելի պրոցեսների մեջ օգտվել, հաճելի օր անցկացնել, հատկապես երեխաների հետ, երբ որ իրանք ուրախանում են այդ տոնական միջավայրից նվերներ ստանալուց, ինչ-որ հաճելի դեկորացիաներ եւ այլն, բայց հա, բնականաբար ասում ենք, որ սա Գերմանիայում է նշվում, սա գերմանական ձև է, բայց մենք ունենք նաեւ հայկականը, ու հայկականը այսպես է նշվում։ Հա, իսկ խոհանոցը, որ փորձեք հայկական ինչ-որ կերակրատեսակներ պատրաստեք, իրենք ընդունում են, թե ամեն դեպքում սովորել են, որ գերմանական խոհանոցը ուրիշ է իրանց համար։ Չէ, սիրում են ավելի բնականաբար հայկականը։ Հայկականն ավելի են սիրում։ Հա։ Իրենք երեք տարբերությունը չզգան էլ ամեն դեպքում, չէ՞, օրինակ, որ ասենք լավաշ ենք ուտում, հայկական լավաշ, թե Գերմանիայում պատրաստված լավաշ, ոնց որ երևի չեն էլ զգա։ Այ դուք կզգաք, չէ՞, որ Հայաստանի լավաշը ուրիշ է։ Եկեք լավաշի պատմությունը այնքան դժվար է այստեղ Գերմանիայում։ Հա։ Անա գիտեմ, որ Ռուսաստանում, Ամերիկայում ապրող հայերը չունեն նմանատիպ խնդիրներ, այն ինչ մենք ունենք, չէ՞։ Իրանք ավելի մոտ են այդ հայկական պրոդուկտներին, արտադրանքին, բայց մեզ համար մի քիչ դժվար է։ Մենք օրինակ պատվիրում ենք Լեհաստանում հայկական լավաշ թխողներից, ովքեր մեզ պոչտայով ուղարկում են։ Լավն է, հա, սիրում ենք շատ, բայց դե բնականաբար Հայաստանի հայկական լավաշին չի հասնի։ Մենք գնում ենք արաբական խանութներից լավաշ, Միջին Արևելյան երկրների խանութներից, բայց մեկը որակապես զիջում են։ Այ որ ինչ-որ մեկը բարեկամներից Հայաստան է գնում, Հայաստանից հետո բերում է իսկական հայկական լավաշ, բնականաբար շատ մեծ սիրով են ուտում, բնականաբար երեխաներս էլ մեզ հետ միասին, շատ վայելելով, փափուկ հայկական լավ լավաշը, ընդհանրապես հայկական ուտելիքը ամենահամով ուտելիքն է, իմ կարծիքով։ Այս նաև երևի հարմարվել եք, չէ՞ գերմանական խոհանոցին։ Դե գիտեք, գերմանական խոհանոցին հարմարվել ասելը մի քիչ հարաբերական է, մենք միևնույն է այնքան գլոբալիզացված աշխարհում ենք ապրում, որ առանձնացնել ամեն ինչ գտնել, հա, մի քիչ ավելի ստանդարտ, ամեն ինչ էլ ուտում ենք, ամեն ինչ էլ պատրաստում ենք, թե հայկական, թե գերմանական, թե իտալական, իսպանական, չի ասի մենք կոնկրետ գերմանական ուտելիքի հիմնական գերմանական ուտելիքն ենք սպառում, չէ, ամեն ինչից էլ օգտվում ենք, օրինակ, թեկուզ տանել, հա։ Այդպես բոլորն սիրում ենք, բայց Հայաստանը միշտ ենք առանձնացնում ու ամեն ինչին է խոսքը վերաբերում։ Հա, Այ եթե համեմատենք Գերմանիայի ոստիկանություն, բուրս սպասարկում կամ չգիտեմ, հիմա երեխաները մանկապարտեզ են, արդեն ոնց որ կրթական համակարգը,
ըստ ձեզ շատ է տարբերվում, եթե գնում գալիս եք կամ ձեր բարեկամներից լսում եք Հայաստանի այդ ոլորտների հետ։ Կամ առողջապահական ոլորտը։ Առողջապահական ոլորտը, այսպես ասեմ, իմ ընտանիքի անդամներից մեկը սկեսրարես բժիշկ է, հա, Գերմանիայում, ու məsələn մենք մի քիչ ավելի մեջից գիտենք բժշկական համակարգը ոնց է աշխատում։ Այսպես ասեմ, եթե խոսքը վերաբերում է լուրջ process-ներին, լուրջ բուժումներին, Գերմանիան հա, շատ լավ անում է դա ամենը։ Բայց օրինակ եթե ինչ-որ ավելի պարզ հարցով պետք է գնել բժշկի, դա ուղղակի շատ հաճախ կարող է խեղճատակության վերածվի, որովհետև բոլոր բժիշկները ունեն մի քանի անգիրարած արտահայտություն ու անում են մենակ դա, ու շատ հաճախ պետք է շատ երկար սպասել, որ գնաս քո հերթը հասնի։ Ավելի բարդ հարցերին շատ լավ կարող են բուժում տալ, լուծում տալ, բայց ավելի պարզ բաները մի քիչ ավելի բարդացված են այստեղ, այդպես կասեմ։ Իսկ եթե օրինակ խոսքը վերաբերում է ատամների սարքելու process-ներին եւ այլն, անհրաժեշտ են հավելյալ ապահովագրություններ, հակառակ դեպքում շատ թանկ կլինի, միակ դեպքն է ատամները, մնացածը ապահովագրությունները փակում են, եթե սովորական ապահովագրության մասին է խոսքը։ Իսկ ինչը վերաբերում է ոչ բժշկական խիստ անհրաժեշտություն ունեցող բաներին, բավականին թանկ են Գերմանիայում ու շատ հայեր գնում են անում են Հայաստանում, օրինակ ենթադրենք աչքերի լազերային ուղղում, շտկում եւ այլն, կամ քրտի վիրահատություն, պլաստիկ վիրահատություններ եւ այլն, այդ ամենը բավականին թանկ է այստեղ Գերմանիայում, որովհետեւ դա ապահովագրությունները չեն վերցնում, որովհետեւ խիստ անհրաժեշտ process-ներ չեն դրանք, հա։ Բայց գերմանական ապահովագրական համակարգը բավականին լավն է, եթե մասնավորը ավելի արագ է հնարավոր անել, եթե սովորական ապահովագրությունը կտևի շատ հաճախ ամիսներ, մինչև դու կարողանաս քո ուզած բժշկի մոտ հայտնվես, այդպես։ Իսկ եթե կրթականը համեմատենք, հիմա բալիկները օրինակ մանկապարտեզ են գնում, դե դուք էլ ծանոթ եք ամեն դեպքում Հայաստանի մանկապարտեզներին, ընդհանուր ոնց որ ձևին, էլի ֆորմատին։ Ըստ ձեզ կա ինչ-որ նենց մի նրբություն, որ դուք զգում եք, որ ձեր մտքի մեջ ասում եք, ինչ հետաքրքիր է, Իրանի Հայաստանում էլ մանկապարտեզներում այսպես լինի բալիկների համար։ Այսպես ասեմ, այստեղ, չգիտեմ Հայաստանում ոնց է, կա 1-ից 3 տարեկանների համար նախատեսված խմբեր եւ 3-ից 6 տարեկանների համար նախատեսված, հիմա այն երկու տղաներն էլ սովորական մանկապարտեզ են գնում 3-ից 6 տարեկանների խումբ ու տղաս շուտով կտեղափոխվի մեծ տղաս դպրոց արդեն օգոստոսից։ Մանկապարտեզները բավականին լավն են, չի ասի ինչ-որ շատ յուրահատուկ բան կա։ Յուրահատուկ ինչ-որ առանձնացնելու ենթակա բան կնշեմ, բայց օքեյ են։ Կան բավականին լավ կետեր, ցավոք շատ մանկապարտեզներ փակվում են շատ շուտ, որովհետև շատ խնդրահարույց է հիմնականում աշխատող մամաների համար։ Հիմնականում մամաների համար դա շատ խնդրահարույց է, որովհետև մանկապարտեզները հաճախ փակվում են 2-ից կողմերը, որը որ նշանակում է ծնողներ ունեն ժամանակ մոտ մինչև 8-ից 2-ը սովորաբար աշխատում են շատ մայրեր, կիսատ դրույքով, կես դրույքով, որը որ գիտեմ Հայաստանում շատ հեշտ է կազմակերպել, հա, ավելի երկար են աշխատում մանկապարտեզները, հատկապես մասնավոր մանկապարտեզները, այդ տեսանկյունից այստեղ շատ դժվար է, չկան, ուղղակի չկան մանկապարտեզները, ուղղակի չեն առաջարկում այդ ծառայությունը 3-ից հետո։ Դա միշտ շատ մամաներ աշխատում են կես դրույքով։ Հա, բայց զարգացման կենտրոն էլ չկա, օրինակ մեր մոտ կան մանկապարտեզներ, որ երկարօրյա չեն, բայց կա զարգացման կենտրոն, որ ասենք մաման կարա տանի այդ մեկ էլ կենտրոնը էլի, որ երեխան ասենք մի քանի ժամ էլ այդտեղ խաղա մինչև բան կանի աշխատանք։ Ճիշտ ասած չկան։ Գուցե մեր քաղաքում չկան, մեծ քաղաքներում ավելի գուցե կան, ես չգիտեմ, չէ, ես մոտ չկան ու շատ դժվար է գտնել այնպիսի գործատու, որ կհամաձայնվի հստակ ժամերի հետ, օրինակ իմ հարցում բախտս բերել է նրանով, որ
Իմ գործատու հնարավորություն է տալիս գալ քո ուզած ժամին 7-ից 9 ընկած հատվածում եւ այդ ժամից սկսված աշխատել օրինակ 5 ժամ, հա, ես օրը 5 ժամ եմ աշխատում, այսինքն եթե գնացել եմ ժամը 8-ին, 5 ժամ հետո գործս կավարտեմ, ժամը 1-ին։ Դա ինձ համար շատ մեծ առավելություն է, բայց ոչ շատ գործատուներ են հնարավորություն տալիս, հատկապես եթե խոսքը վերաբերվում է հերթափոխով աշխատանքին, հա, շատերը չեն կարողանում դա իրենց թույլ տալ։ Հա։ Դե ամեն դեպքում էդ էլ կես դրույք է համարվում, էլի, չէ՞, 5 ժամը արդեն կես աշխատավարձ կստանան։ Հա, 25 ժամը կես դրույք է համարվում իմ դեպքում։ Լավ։ Իսկ կատարում եք ընթացքում ճամփորդություններ այլ երկրներ, Հայաստան դե իմացա։ Հա, միանշանակ կատարում ենք ու երկու դեպք կարող եմ առանձնացնել։ Մեկը որ ճանապարհորդում ենք երեխաների հետ, ավելի ծովափնյա հանգստի մասին է խոսքը, որը որ ուղղակի կրում է հանգստանալու, լիցքաթափվելու բնույթ, վայելելու ծովը եւ այլն, որը որ հնարավոր է եւ Եվրոպայում եւ Եվրոպայից դուրս։ Եվ մյուս տարբերակը ես եւ ամուսինս որ ավելի ճանաչողական։ Հա, ճանաչողական բնույթ կրող արձակուրդներ, տարբեր երկրներ եւ այլն շատ ենք սիրում, մինչեւ հիմա ավելի ճկուն ենք արել այդ ճանապարհորդելու process-ին։ Հիմա մի քիչ ավելի դժվար կլինի, որովհետեւ տղաս գնա դպրոց, իսկ այստեղ շատ խիստ է վերաբերվում այդ հարցին, եթե երեխաները բացակայեն դպրոցից, պետք է ունենալ շատ լուրջ պատճառ։ Օրինակ նույնիսկ 1 օր առանց պատճառ դպրոցից բացակայելը շատ խնդրահարույց կարող է լինել։ Բայց հա, շատ ենք սիրում ճանապարհորդել, մինչև հիմա Եվրոպայի մեջ ենք ճանապարհորդել, բայց շատ ենք ուզում նաև Եվրոպայից դուրս ևս ճանապարհորդել։ Հատկապես որ գերմանական քաղաքացիությունը շատ մեծ հնարավորություն է տալիս ճանապարհորդելու ամբողջ աշխարհով մեկ։ Երևի հաջորդ նպատակակետս կլինի Անգլիան։ Շատ եմ ուզում Անգլիա այցելել, երևի հաջորդ նպատակս հենց դա կլինի։ Հա, ինչով է կանչում Անգլիան դեպի իրեն, բայց ցուրտ երկրից ցուրտ, ավելի ցուրտ երկիր։ Չէ, գիտեք, երևի ավելի մշակութային կողմից պատասխանեմ։ Ես դե ինչ ինձ հիշում եմ, այսպես ասած, սովորում եմ անգլերեն լեզուն։ Ու ոնց որ այդ շատ տեղեր կա, որ կուզեմ ուղղակի այցելել Անգլիայում։ Ու ուղղակի շատ աձգում։ Ամերիկայում բնականաբար կուզեմ Միացյալ Նահանգներ կուզել, գնամ, բայց մի քիչ բալիկներից մեծանան նոր։ Որ իրենց հետ գնաք։ Այո։ Լավ, այդքան երկրներ, որ ճամփորդել եք դե Եվրոպայի ներսում, որ երկիրն է, որ ոնց որ այդտեղ ձեզ ինչ որ չափով զգայիք Հայաստանում։ Դե Պորտուգալիան իմացա, բայց որ ասում են օրինակ Իտալիան, Հունաստանը շատ մոտ է Հայաստանին, ոնց որ Հայաստանի շունչը զգաս, այդտեղ ոնց որ տանը լինես, եթե եղել եք այդպես է, թե չէ, կամ ուրիշ որ երկիրն է, որ ձեզ համար այդպես էր։ Դե Իտալիայում ու Հունաստանում եղել եմ, ու երկուսը շատ ճիշտ ասացիք, շատ նման են Հայաստանին, հատկապես հարավային Իտալիան։ Հյուսիսային Իտալիան չի ասի, որ շատ նման է Հայաստանին, բայց հարավային Իտալիան ավելի նման է։ Ու գիտեք, ամեն երկիր, որ գնում ես, դու որպես տուրիստ լրիվ ուրիշ բան ես տեսնում, բայց եթե խոսքը օրինակ գնում է ապրելու մասին, լրիվ ուրիշ փորձառություն կարող է լինել։ Ամեն դեպքում օրինակ հա, ես իմ առաջին տպավորությունը Հունաստանում եւ Իտալիայում այնքան լավն է եղել, ես մեծ սիրով կուզեի ապրել, բայց եթե սկսես ապրել, գուցե այնքան մինուսներ հայտնվեն, այնքան ամեն երկիր էլ ունի իր առավելությունը ու թերությունը իմ կարծիքով։ Դրա համար էլ մարդիկ գնում են, չէ, ուրիշ երկիր են գնում ապրելու։ Նշանակում մինուսները շատ է եղել, ստիպված գնացել են այնտեղ, որտեղ պլյուսները ավելի շատ են։ Բնականաբար կան նաև մինուսներ, բայց միշտ պետք է նժարի վրա դնել կշերքի, այստեղ մինուսներն ավելի շատ են, այստեղ պլյուսներն ավելի շատ են, օքեյ, որտեղ եմ ուզում ապրել։ Դե դրա համար տեղափոխվելուց առաջ գոնե ավելի շատ ուսումնասիրեն, մինուսները
երբեմն ինձ թվում է այդ ասած պլյուսները ավելի շուտ ծաղկեցրած է լինում, էլի։ Ավելի շատ են ներկայացնում իբրև պլյուսն է, բայց մինուսները երբեմն քիչ են ասում, որ մարդկանց թվում է, թե նույն ԱՄՆ-ի օրինակով նայենք կամ ինչու՞ չէ Եվրոպան, որ նայում ենք, մարդկանց թվում է, թե մարդիկ այդտեղ այնքան հանգիստ են ապրում, չէ, հոգս չունեն կամ Ամերիկայում փողը այնքան թափած է, գրանք ու հանգիստ ապրենք։ Բայց արդեն օրինակ մենք արդեն քանի հյուր ենք ունեցել, որ մարդիկ խոսում են, որ ասենք նույն խնդիրներն է, ասենք, այնպես չի, որ եթե եկել ենք ԱՄՆ կամ եթե ապրում ենք Եվրոպայում, ուրեմն այլ խնդիր չկա, ոտներից գցած ես, այնքան որ վայելում ենք, չէ, այդպես չի։ Բայց գոնե գալուց առաջ մարդիկ իմանան, էլի, տունը չծախեն, գան ու ընկնեն հիասթափությունների գիրկը։ Ոյ։ Եթե այդպես մտածենք, օրինակ ես Գերմանիա եկող ցանկացած մարդուն խորհուրդ կտայի շատ լավ տիրապետել գերմաներենին։ Հա։ Համար մեկ խորհուրդը Գերմանիայում ապրելու համար պետք է իմանալ խոսել գերմաներեն։ Եվ ունենալ որակավորումներ աշխատանքային։ Հա։ Որովհետև այստեղ կա շատ մեծ պահանջարկ որակավորված աշխատողների, հիմնականում առողջապահական ոլորտում, հա։ Այսինքն այնքան պակաս կա Գերմանիայում բժիշկների, բուժքույրների, որ շատ այլ երկրներից Գերմանիան մեծ սիրով ընդունում է որակավորված աշխատողների իր աշխատաշուկայի համար, հա։ Այսինքն եթե ինչ-որ մեկը ունի բուժքույրի կամ բժշկի կամ ինչ ասեմ, ինժեներ, ճարտարապետ որակավորումներ, Գերմանիան մեծ սիրով կտա հնարավորություն իր որակավորումները ճանաչելու ըստ իր ստանդարտների ու հնարավորություն տալու լավ աշխատավարձով աշխատանք գտնել Գերմանիայում։ Դա հենց այն աշխատանքն է, որով ես զբաղվում եմ իրականում, օգնում եմ միջազգային շուկայից, գերմանական շուկայի համար աշխատողներ բերել Գերմանիա։ Ու իմ աշխատանքային փորձից ելնելով կասեմ, որ Գերմանիան մեծ սիրով ընդունում է այն մարդկանց, ովքեր ունեն որակավորումներ, տիրապետում են լեզվին եւ պատրաստ են համակարգին ադապտացվել։ Հա։ Ֆիզիկապես էլ թե օրինակ օգնեք, որ հեռավար էլ աշխատեն մարդիկ, թե պարտադիր պետքա գան ու Գերմանիայում բնակվեն։ Հեռավարի դեպքում հնարավոր է, բայց հարկային տեսանկյունից բարդություններ կառաջանան արդեն։ Հա։ Ունեցել եք դեպք, որ հայ տեղափոխվի։ Հայ մասնակից։ Հայերի հետ աշխատել եմ իրականում, հա, աշխատել եմ հայերի հետ, բայց արդեն իրենք էստեղ էին։ Հա։ Այսինքն օգնել եմ իրենց գտնել աշխատանք, գործատու եմ գտել, կազմակերպել եմ, պայմանագրեր եւ այլն, ու ընդունվել է տվել անձ աշխատանքի, բայց ինքը արդեն Գերմանիայում է, Հայաստանից չէ, որովհետեւ այն կազմակերպությունում, որտեղ ես զբաղվում եմ այս հարցով, որպես hiring manager, հա, recruiter, մենք աշխատում ենք Եվրամիության երկրների հետ, որովհետև ավելի հեշտ է թղթաբանական տեսանկյունից։ Հայաստանը քանի որ ոչ Եվրամիության երկիր է, թղթաբանությունը ավելի բարդ է ու շատ մեծ ռեսուրսներ է պահանջում։ Դրա համար այս պահին աշխատում են միայն Եվրամիության երկրների հետ, քանի որ դա եւս ունի պոտենցիալ։ Բայց եթե մարդիկ արդեն Գերմանիայում են եւ ունեն համապատասխան որակավորումները, միանշանակ այդ դեպքում կարողանամ օգնել։ Ուզում եմ իմանայի, որ հանկարծ հայի հետ է ոնց որ գործը լինում ու պետքա ոնց որ հայ ընտանիքը կամ հայ մասնագետը, հայ մարդը տեղափոխվի, ինչ էիք զգացել էլի այդ պահին, որ գիտեք այդ մարդը ոնց որ դուրս է գալիս, լքում է երկիրը ու միգուցե մշտական պետքա բնակվի արդեն Գերմանիայում։ Ձեր զգացումը ո՞րց էր էլի, ոնց որ դուք օգնեք, որ այդ մարդը լքի երկիրը։ Գիտեք, երևի ես ավելի չեզոք կմնամ, ուղղակի ուղիղ կերպով կասեմ առավելությունները ու թերությունները իմ փորձից ելնելով, որովհետև ինչքան մարդ, այնքան փորձառություն ու տարբեր փորձառություններ բնականաբար, որտեղ ունեն մարդիկ տարբեր հիմք, տարբեր փորձառություններ, տարբեր տեսակետներ, ամեն ինչի վերաբերյալ ու միանշանակ ինչ իմ մոտ միանշանակ պլյուսը կարա մինուս լինի մեկ ուրիշի մոտ, բայց ամեն դեպքում իմ տեսանկյունից ես հնարավորինս թափանցիկ ներկայացնեմ, հա։ Ես իմ կարծիքն ասեմ, բայց միևնույն է
ոնց որ վերջնական որոշումը թողնեմ տվյալ մարդու վրա, հա։ Պատասխանատվություն չվերցնեմ, այսպես ասած։ Հա, այ եթե տեղափոխվող մարդուն փորձեք Գերմանիայից ինչ-որ բացասական չասեմ, ինչ-որ մի բան, որ գիտեք մեր հայ մարդկանց այդ փաստը հաճելի չի լինում, ինչը կներկայացնեք, որ Գերմանիայում ոնց որ դա վատ կողմ է համարվում մեր համար, էլի մենք չենք հարմարվի այդ երևույթին։ Ճշտապահությունը առաջինը երևի։ Ինչը։ Ճշտապահությունը, չէ՞ երևի։ Հա, օրինակ, եկեք տեսնենք օրինակը օրինակը մենք արդեն ունենք։ Մենք որ պայմանավորվել ենք, չէ՞, որ պետք է ժամը 6-ին հանդիպենք, ես ուղիղ ժամը 6-ին անց 59, հա, ես արդեն սպասում եմ։ Հա։ Դա արդեն բնավորություն է, որովհետև քեզնից դա սպասվում է, քեզնից դա ակնկալվում է Գերմանիայում, հա, սովորում ես դրանը։ Հա։ Ու ուղղակի պետք է դա անես, թե չի կտուժես։ Օրինակ մի անգամ եղել է, ես բժշկի մոտ պայմանավորվածություն եմ ունեցել, 10 րոպե ուշացումով գնացել եմ ու ինձ չընդունեցին ուղղակի։ Ասացին կներեք, ցավում ենք, բայց մենք նոր օրը պետք է նշանակենք։ Այսինքն ես սիստեմը սովորում եմ, դու ադապտացվես, ու դա շատ լավ է իրականում, որովհետև մենք այն մարդիկ հաջողություններ կկարողանան ունենալ, ովքեր պատրաստ են սիստեմին ադապտացվելու։ Եկեք տամ վերջին հարցս։ Ես կասեմ նախադասության սկիզբը, դուք կշարունակեք ձեր տեսանկյունից ըստ ձեզ։ Ես իմ անուշ Հայաստանի, ի՞նչն եք սիրում։ Կոնկրետ դուք։ Հուսամ հայտնի բանաստեղծության մասին չի խոսքը։ Չէ, դուք ձեր բանաստեղծության սկիզբն է, բայց դուք ձեր համար եք ասում, ի՞նչն եք սիրում։ Ոյ։ Ես իմ անուշ Հայաստանի։ Իրականում ամեն ինչը։ Մենք այնքան կարոտով ենք ապրում։ Շատերը օրինակ որ կողքից նայում են, չէ, ասում են, «Ոյ Գերմանիայում եւ այլն»։ Հա, մենք ունենք շատ հնարավորություններ Գերմանիայում, աշխատող մարդիկ միշտ ունեն հնարավորություններ Գերմանիայում, բայց մենք ապրում ենք կարոտով։ Մենք իսկապես ապրում ենք կարոտով ու այս արտահայտությունը, որ ես անում եմ, գուցե մեկը նայի, ասի, «Բա ապրում եք կարոտով, եկեք Հայաստանով ադես խանգարում չէ», բայց այդքան հեշտ չի։ Եթե արդեն կյանքդ ապրում ես, կառուցում ես, հարազատներդ են քո մոտ, ամուսնուս ընտանիքը, իմ մայրս արդեն Գերմանիա, ես ուղղակի չես կարող ուղղակի թողնել ու գնալ, հա, դու արդեն որոշակի բաներ ես այստեղ հիմքեր ես գցել, ու այդ հիմքերը արդեն պետքա շարունակես։ Երեխաներդ այստեղ են ծնվել, այսինքն այդ մարդիկ, որ օրինակ մտնում գրում են, չէ, այդքան ասում եք կարոտով ենք ապրում, այդքան հեշտ չի։ Պետքա միշտ ինչ-որ մի բանի համար գին վճարել, հա։ Եթե ինչ-որ առավելություններից օգտվում ես, հա, պլյուսներից օգտվում ես, հաստատ ինչ-որ տեղեր էլ կա, որ գին ես վճարում, այսպես ասած, ու մեր գինը այդ կարոտով ապրելն է։ Ճիշտ եք։ Այնպես որ ես իմ անուշ Հայաստանի ամեն ինչն եմ սիրում։ Շնորհակալություն։ Շատ հետաքրքիր էր, շատ անկեղծ իրոք են, որ բովանդակալից զրույց էր։ Շատ ուրախ եմ, ինձ էլ է շնորհակալի։ Դե ինչ, հաջողություն ձեզ։ Հաջողություն։